Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Վեդոմոստիին հայտարարել է, որ Հայաստանի Եվրամիության հետ մերձեցման կուրսն արդեն իսկ վնաս է հասցնում հանրապետության տնտեսությանը։ Նրա խոսքով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին զգալի տնտեսական աճի է բերել, մեկ շնչի հաշվով հնան 2014 թվականի $3850-ից աճել է մինչև ավելի քան $8500 2024 թվականին։ ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրը հասել է 12.7 միլիարդ դոլարի, մինչդեռ Եվրամիության հետ ընդամենը 2.3 միլիարդ դոլարի։ Հայաստանի տնտեսական հաջողությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության մոդելի առավելությունների ցուցադրումն է, ընդգծել է Օվերչուկը։ Նրա խոսքով Հայաստանի Եվրամիության ուղղությամբ շարժվելու պատճառով ռուսական բիզնեսն ավելի զգույշ է դարձել։ 2024 թվականին առևտրաշրջանառությունը նվազել է $2 միլիարդ, իսկ 2025 թվականին կորուստները կարող են հասնել $6 միլիարդ։ Ռուսաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ միաժամանակ Եվրամիությունում և ԵԱՏՄ-ում գտնվել հնարավոր չի լինի, բայց Դաշնությունը կհարգի հայ ժողովրդի որոշումը։